ազգային ազատագրական պայքար լավ։ Ազգային ազատագրված Հայաստանը ձեր պատկերը ինտերնետ չի ունենալու։ Հեռախոսակապ ունենալու։ Ինտերնետը հայկական է լինելու։ Իմանա դա ինտերնետը ոնց է գլոբալ երևույթ է, եթե մենք Չէ, բայց այդ բանը կնոպկեն դրված է Միացյալ Նահանգներում։ Չէ, այդ կնոպկեն դա չէ, այդ տրամաբանությամբ սա արևմուտքի ձեր ասած արևմուտքի թեզերն են, որ չկա արևմուտք, չկա աշխարհ։ Չի լինելու։ Չէ, ես ասում եմ միևնույնն է, դու ստիպված ես որպես փոքր հանրություն, փոքր հնարավորություններ, ռեսուրսներ ունեցող հանրություն համադրվել կամ ներդաշնակվել մեծ կուտակման հետ, այսինքն այստեղ այլ բան է ներողություն, այստեղ այլ բան է, որ կարելի է օրինակ դու իդենտիֆիկացվես կամ նույնականացվես կամ ներդաշնակեցվես ասենք քրիստոնեական արժեքներ, ուղղափառ արժեքներ դավանող պետությունների քաղաքակրթությունը, եթե քաղաքակրթությունը ունենալու է իր ինտերնետը, ունենալու է իր բանկը, ունենալու է իր փողը, բազմաբևեռ աշխարհը, եթե 21-րդ դարը մենք ինչ ենք ասում, որ 21-րդ դարը լինելու է քաղաքակրթությունների դարը, այսինքն մարդիկ իրար հետ համագործակցելու են եւ ճշնամանալու են կրոնական եւ մշակութային հիմքի վրա, այսինքն կրոնական հիմքի վրա, մշակութային հիմքի վրա մեզ համար մենք ունենք մեծ ընտանիք, ուղղափառ աշխարհը։ Հիմա ուղղափառ աշխարհը իմ ասած ինչի մասն էր Ազատ ջան, հարգելի եք, որ ազգային ազատագրությունը, ազգի ազատագրությունը մենք չպիտի ես ենթադրում եմ, որ չպիտի պատկերացնենք եւ հասարակությանը չպիտի մատուցենք այնպես, որ մենք ոչ մեկից կախված չենք լինելու, ինչ կուզենք, այտենց չի լինելու, որովհետեւ եւ այսօր ինքնիշխանության մասին էր խոսելիս դու պիտի այդ տրամաբանությամբ գնաս։ Ցանկացած պետություն կախվածության մեջ է որևէ այլ պետություն։ Այստեղ այլ հարց է, թե դու որպես ինքնիշխան որոշում ես ումից կախվածության մեջ լինես եւ ինչ տեսակի կախվածության։